Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո սիրելի գյումրեցիներ, բարի երեկո սիրելի համաքաղաքացիներ, հարգելի հայեր, հայրաքաղաքում բնակվող իմ հարազատներ, իմ բարեկամներ։ Շնորհակալ եմ, որ այս պահին միացել եք մեզ, այսօր ավարտվում է քարոզարշավը, քարոզարշավի վերջին օրն է եւ ես Գյումրիում հյուրընկալել եմ իմ ընկերներին, մարդկանց, ում հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ եւ մարդկանց, ում հետ թեկուս վերջերս ծանոթանալով, վերջերս ասելով մի 2-3 տարի առաջ շատ մտերիմ ընկերներ ենք դարել, այսօր Գյումրիում իմ հյուրերն են Սաթիկ Սերանյանը, Նարեկ Գալստյանը եւ Աբրահամ Գասպարյանը, իմ սիրելի ընկերներ, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք եւ եկել եք Գյումրի, ապրեք։ Ես առաջարկում եմ դույով իրար հետ շփվենք, ֆորմատը մեր զրույցի կառուցենք այնպես, որ խոսենք այն ամեն ինչի մասին, ինչ էս ընթացքում տեղի է ունեցել, նաև ծրագրերի մասին եւ իհարկե այն գալիքի մասին, որը երևի բոլորս մեր մտքերի մեջ ունենք եւ այս պահին մտքերի մեջ ունեն իմ հարազատ գյումրեցիները։ Ես սկսեմ, հա, Ռուբ ջան։ Ես սկսեմ, ընդ որում նշեմ, որ քանի որ արդեն անոնսը դրվել էր, որ հանդիպում են լինելու Ռուբեն Մխիթարյանի հետ, նաև քաղաքացիներն են հարցեր ուղղել, մենք կփորձենք ընկերներով հնչեցնել նաև քաղաքացիների հարցերը, բավական հետաքրքիր են դրանք։ Ռուբ, ինչի մասին եմ ուզում խոսեմ, նաև հարգելի գյումրեցիներ, քայլում էի Գյումրիում, փորձում էի հաշտվել մարդկանց հետ, նաև տեսանք, որ շատ մարդ է եկել, լիքը ջիպեր են, հա, պաշտոնյաները բոլորը այստեղ են, ԿՊ-ն իշխանությունները այստեղ են, ճանապարհին նույնիսկ տեսնում էինք, որ մի մասը գնում է, մի մասը վերադառնում է եւ այլն եւ այլն, եւ նաեւ տարբեր մարզերից բնակիչներ կային։ Այն որ իշխանությունները ինչ որ սցենար էին մտմտում, դեռ վաղուց էր խոսվում, բոլորս մեր լրատվամիջոցներում էլ են քննարկել, մեր հարցազրույցներում էլ են քննարկել, բայց փորձում էինք հասկանալ, Վանաձոր 2-ը լինելու, հա, ինչպես օրինակ Մամիկոն Ասլանյանի դեպքով եղավ, երբ որ մարդը 1.5 անգամ շատ ձայն հավաքեց, բայց հայտնվեց բանտում 2.7 տարի գտնվեց բանտում, թե Բալասանյան դաշինքի սցենարն են գործի դնելու, որ սցենարն են փորձում կիրառել։ Դες իշխանությունից ամեն բան սպասել կարելի է, այսօր լրատվամիջոցները տարածեցին նաև այդ տեսանյութը, որտեղ մարդիկ ասում են իրենք որտեղից են եկել հանրահավաքի, մարդիկ ասում էին Համասիայից ենք եկել, Արտիկից ենք եկել, Թալինից ենք եկել, Երևանից ենք նույնիսկ եկել, այսինքն Թալինի համայնքապետներ եկել։ Թալինի համայնքապետներ եկել, ու ոչ միայն նախարարներ էին եկել, ազգային ժողովի նախագահն էր եկել, ամբողջ ռեսուրսը ինչ հնարավոր է, այս պահին կուտակված է Գյումրիում։ Եվ իհարկե այդ ամեն ինչը կուտակված է մի բանի համար, որպեսզի ցույց տան, որ իրենց սարիկը ուժեղ է, բայց ումով է ուժեղ, որ համայնքների բնակիչներով է ուժեղ, որ մարզպետներով է ուժեղ, որ նախարարներով է ուժեղ, ըստ այդմ այդ տպավորությունը, որը իրենք փորձում էին ստեղծել, նաև բացօթյա հանրահավաք հավաքելով, դրոնի նկարահանում կա, նման բաներ շատ սիրում են անել իշխանության սատելիտները, հա, որը հստակ ցույց է տալիս այդ մարդկանց քանակությունը, որոնց մեծ մասը գյումրեցիներ էլ չեն եղել։ Ըստ այդմ, այո, գործիքակազմը նույնն է, նպատակը դարձյալ նույնն է, ինչ որ մի ձև զավթել իշխանությունը Գյումրիում, իսկ այդ ինչ որ մի ձևը օդում կախված լուրերի համաձայն շատ հստակ գործիքակազմ ունի եւս։ Պետական հիմնարկությունների տնօրեններին կանչում են եւ ասում են, բացի նրանից, որ պահանջում են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուին, ասում են, որ ընտրելուց քվեաթեշտիկը կդնեք, կնկարահանեք, նախ ժամը կասեք, որ ժամին եք դուք գնալու ընտրատեղամաս։ Հետո վիդեոյով կնկարահանեք, ոնց եք քվեաթեշտիկը դնում ծրարի մեջ, որպեսզի ժամը ֆիքսվի։ Հետներդ էլ դուրս կբերեք 4 ընդդիմադիրների կամ 5 ընդդիմադիրների քվեաթեշտիկներ։ Այդ արդեն ըստ ճաշակի է, ով ինչպես մտածում է, որպեսզի այո, այս մեկ, երկրորդը այսօր օդում կախված հերթական լուրը, որը եկավ, տնօրեններին պոլիկլինիկաների ու մանկապարտեզների կանչում են եւ ասում են, որ
ձեր ընտրատեղամասերը ասեք, որովհետև այնտեղ լինելու են մարդիկ, որոնք ձեզ ճանաչում են, ձեզ հատուկ քվեաթերթիկներ են տալու, որ մենք հետո նայենք, դուք հաշվելուց տեսնենք, դուք հաստատ քվեարկել եք, թե չէ։ Այսինքն, այս տեսակի մանիպուլյացիաներ են սկսվել, մտածելով, որ այս մարդիկ, այս ժողովուրդը միամիտ է, պատրաստ է ընկճվել, չգիտեմ, պատրաստ է ենթարկվել իրենց։ Ախր, եթե այդքան վստահություն իրենք ունեին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, այս գործիքակազմը ինչի մասին է։ Դրսից մարդ հանրահավաք բերելը ինչի մասին է։ Պետական կազմակերպությունների աշխատակիցներին, կոլեկտիվներին այսօր հանրահավաք բերելը ինչի մասին է։ Սա միայն խոսում է նրա մասին, որ կա շատ մեծ ու շատ լուրջ վախ, եւ նաեւ այդ վախն էր պատճառը, որ գերագույն գլխավորը այսօր չեկավ այդ հանրահավաքին չմասնակցած։